Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մերհաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մերհաբյան։ Բարև ձեզ։ Պարոն Մերհաբյան, երեկ օդանավակայանում կալանավորվեց Դավիթ Համբարձումյանը, ընդդիմության հավաքական վարչապետի թեկնածուն, եւ այսպես միանգամից ընդդիմությունը հայտարարեց, որ եւս մեկով ըստ էության Հայաստանում ավելացան քաղբանտարկյալները, եւ իրավապաշտպաններ կային, որ նաեւ հայտարարում էին, որ Դավիթ Համբարձումյանը տղամարդկության օրինակ ցույց տվեց երեկ, այսինքն իմանալով, որ պիտի իրեն կալանավորեն, վերադարձավ ամեն դեպքում Հայաստան։ Պարոն Մերհաբյան, չեք կարծում, որ Հայաստանում քաղբանտարկյալ բառը արժեզրկվել է, որովհետեւ տեսեք, կարծես թե ամեն երկրորդ արդեն քաղբանտարկյալ է եւ նաեւ կարծես թե տղամարդ բառն է ընդդիմությունը այսպես մենաշնորի վերածել, բարբերաբար օգտագործում են եւ այսպես շարունակ, ինչպես կմեկնաբանեք այս ամեն ինչը տեղի ունեցողը։ Խոսենք դերականից, դերական է, որ Դավիթ Համբարձումյանը ի տարբերություն այլոց եկել եւ հանձնվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին եւ արդարադատության։ Դա միայն կարելի է դերական այսպես դերականը տեսնել այդ ամենում, կրկնեմ, կան ավելի բարձրաստիճան մարդիկ, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած, որ մինչև հիմա գնացել են եւ Ռուսաստանից չեն գալիս եւ հանձնվել են Ռուսաստանի ողորմածությանը, ինչը թե չգան ու իրենց արածների համար պատասխան չտան։ Դավիթ Համբարձումյանը եկավ Հայաստան եւ այդ մասով, ել եմ ասում, տղամարդկության օրինակ ցույց տվեց։ Չէ, ուղղակի խելամտության, հա, այսպես ասենք, բայց այն մնացածը արդեն սկսում են շահարկումները, այսպես ասենք, մեղմ ասենք, ինչ ասել է քաղբանտարկյալ, ի վերջո ինչի համար են Դավիթ Համբարձումյանի հետ կապված քրեական գործ հարուցելով քաղաքական հայացքների չի, չէ։ Նաև տղամարդկության համար էլ չի։ Տղամարդկության հետ կապված էլ թյուր պատկերացում կա, հա, եթե ցույց է տեղի ունենում, դու դեմի եւ հետևի վերջույթներդ առաջ գցած գալիս ես այդ մարդկանց վրա, դա տղամարդկություն չի։ Ամեն ինչա բացի տղամարդկությունից, էլի։ Դա խուլիգանություն է։ Եվ հենց այդ էպիզոդներով էլ վաղուց գործ էր հարուցված եւ մեր այսպես հաջողված դատական ռեֆորմի բերումով այնպես ստացվեց, որ 7 տարի անց միայն նոր այդ ամենին տրվում է քրեա իրավական գնահատական մեղադրանքի մասով, դեռ դատականի էլ չի հասել, էլի։ Դեպապես նորմալ իրավական process-ներ են, ճիշտ եմ հասկանում, պարոն Մերհաբյան, այսինքն սա քաղաքական հետապնդում չի։ Նորմալ չի, որովհետև շատ ուշացած է։ Այդքանով աննորմալ է, բայց սա այն դեպքն է, երբ ասում են լավ է ուշ, քան ավելի ուշ, հա, կամ երբեք։ Հայաստանում չկա քաղբանտարկյալ, որքանով էլ որ խոսեն տարբեր մարդիկ դրա մասին, եւ չի կարող լինել Հայաստանում քաղբանտարկյալ շատ պարզ պատճառով, որովհետեւ Հայաստանի համար հակացուցված է ունենալ քաղբանտարկյալ բազմաթիվ ֆունդամենտալ պատճառներով, հա, դրա մասին իմաստ չունի հիմա մենք երկար բարակ ծավալվենք, բայց դրա հետ կապված բոլոր հայտարարություններն ուղղակի սին են եւ մերկապարանոց։ Լավ, մեկ այլ քաղբանտարկյալի անդրադառնանք ճակերտավոր ասած, Վարդան Ղուկասյանի մեղադրանքին լրիվ խղճի կալանավոր։ Մեկ այլ մեղադրանք է առաջադրվել կապված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու հետ եւ ընդդիմադիր մեդիան այսօր գրում է, որ նման մեղադրանք առաջադրելով Վարդան Ղուկասյանին ըստ էության Նիկոլ Փաշինյանը թշնամի է համարում եւ հայտարարում Ռուսաստանին։ Ինչպես հասկանալ այս հայտարարությունները։ Այսինքն շատ հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել նախ Վարդան Ղուկասյանը եւ նաեւ նրան պաշտպանողները, որոնք մեղադրում են Փաշինյանին,
Ռուսաստանին թշնամի համարելու։ Հայաստանի քրեական օրենսգրքում կա նման հոդված։ Եվ եթե այդ հոդվածը ուրեմն հոդվածով հանցակազմ կա, Փաշինյանի հայտարարել կամ չհայտարարելը որտեղ են տեսնում այստեղ։ Ցանկացած պետություն, սուվերեն, անկախ պետություն նման հոդված չի կարող չունենալ, հա։ Այդ անկախությունը եւ սուվերենությունը կասկածի տակ դնող գործունեությունը, հայտարարությունը չի կարող պատժելի չլինել։ Դե օրինակ նույն ընդդիմադիր մամուլը գրում է, որ չկա նման միություն, Ռուսաստան-Բելարուս միություն գոյություն չունի, Վարդան Ղուկասյանը պարզապես իր ցանկությունների մասին է խոսում եւ հետո ասում են Վարդան Ղուկասյանը ասել է մեր ինքնիշխանությունը պաշտպանելու ճանապարհը դա է։ Ոնց է ստացվում։ Դե նույնն է, ոնց որ այն ալկոհոլիզմի դեմ պայքարի լավագույն մեթոդը օրը մի շիշ օղի խմելն է։ Էսա Վարդան Ղուկասյանի փիլիսոփայությունը, որը չի բռնում էլի։ Մեկ երկրորդը հիմա շատերն էլ նաև շահարկում են, բա դուք ինչի եք եվրոպական միություն ձգտում ու դա սուվերենության խախտում չի։ Դե ինչ ասեմ, գիտեք ինչ չի կարելի աթոռը էլեկտրական աթոռի հետ համեմատել, հա, չնայած երկուսն էլ աթոռ են։ Հետևաբար Ռուսաստան-Բելարուս միության արդյունքում ինչ վիճակում է Բելարուսը, կներեք, դա նշանակում է այո Հայաստանի անկախության եւ սուվերենության թաղում։ Եվ բնական ով որ կոչ է անում, նա պետք է ուրեմն իր պատիժը կրի Հայաստանի դատարանի որոշմամբ եւ դրա համար պետք է լինի հոդված։ Ուղղակի զարմանալի է, որ առաջին անգամ է, որ այդ հոդվածը սկսում է կիրառվել։ Հիմա այստեղից նաեւ էլի հարցեր են առաջանում։ Շատ լավ, իսկ հայտարարությունը հասկացանք, իսկ ուղիղ դրան ուղղված գործունեությունը չի պատժվում։ Օրինակ, պարոն Մերհաբյան, ինչ նկատի ունեք։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը գույք պարտքի դիմաց այդ գործարքը, որ նախաձեռնել է, կնքել է եւ իրացրել, հա, որը հանգեցրել է Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության սահմանափակմանը, հա, դա իրավական գնահատականի արժանի չի։ Դրանք փայլուն տնտեսական գործարքներ են ըստ Նարեկ Կարապետյանի։ Այն էլ փայլուն հայտարարություն է։ Խեղճ մարդուն ինչ եք տարել քաղաքական հայացքների համար նստածրել։ Այդ լոգիկայով։ Ասելով չի։ Կամ հիմա քաղաքացիական պայմանագրի քաղաքական գործիչները կշտամբում են, որ մենք 004 շրջաբերականն ենք հրապարակել, բացի մեզանից ոչ մեկ չի արձագանքում են։ Ես հենց հիմա, ընդ որում առաջ անգամ չի։ Ամոթ իրենց, որ տենց շրջաբերական են տարածել։ Դա խոսում է իրենց հակապետական էության մասին, արձագանքեցի, եւ պարոն Մերհաբյան, ինչ պիտի հետևի դրան։ Ինչ պետք է հետևի, այդ բոլոր այն քաղաքական կուսակցությունները, որոնց գործունեությունն ուղղված է պետության սահմանադրական կարգի տապալմանը, երկրի ընդդեմ երկրի սուվերենությանը եւ անկախությանը պետք է լուծ արվեն։ Այդ գործունեությունն էլ որ նայում եք, չէ՞։ Ասում են դաշնակցությունը դեմ է եղել անկախությանը, հիմա էլ դեմ է անկախությանը, ամոթ դաշնակցությանը։ Ամոթը քաղաքական կատեգորիա չի։ Նրանք շարունակում են իրենց այդ գործունեությունը լրիվ լեգալ, լեգիտիմ, դուք էլ նրանց կոչում եք մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ։ 4 բառ, որից 4-ն էլ սուտ է։ Այսինքն պետք է փակել։ Բայց ինչ պետք է անենք։ Իհարկե, նրանք չեն կարող լինել քաղաքական process-ի, ընտրական process-ի մաս, եւ չպետք է լինեն։ Դա որովհետեւ այլևս վերածված է եւ դրա հետ կապված դատավճիռ էլ կա, չէ՞։
Մարտի 1-ն էլ ինչ գործունեություն էր ուղղված ընդդեմ երկրի սուվերենությանը, ընդդեմ անկախությանը, չէ, որովհետև այդ բոլոր այդ հոկտեմբերի 27-ի քաղաքական շահառու ուժերը, որոնք նաև այդ գործարքն էին կնքել, այդ ամեն ինչն ուներ քաղաքական կոալիցիա։ Եվ այդ, այսպես ասենք, կոռուպցիոն ռենտան պաշտպանելու համար նրանք մարդ սպանեցին 2008-ի մարտի 1-ին։ Դրա հետ կապված կա դատավճիռ։ Այդ դատավճռի հետ կապված ես չեմ լսել որևէ արձագանք։ Երբ կշտամբում են, որ քաղաքացիական պայմանագրից բացի որևէ մեկը չի արձագանքում 004 շրջաբերականի փաստին, հիմա դատավճիռ կա։ Պետության արձագանքն ուր է, հարգելի քաղաքացիական պայմանագրի գործընկերներ, ընկերներ, բարեկամներ, ձեն հանեք։ Ինչ պետք է արվի դրա հետ։ Պետք է ուրեմն կատարվի այդ դատավճիռը։ Հիմա դուք տեսեք, ասում եք պիտի գնալ գործնական ճանապարհով եւ պիտի արդեն իրավական գնահատականներ տալ։ Նույն ընդդիմադիր գործիչները, ինչպես դուք եք նշում, մեր սիրելի, հիմա հայտարարում են, որ իրենք ճնշված են, իրենք բռնաճնշումների են ենթարկվում այս իշխանության կողմից եւ իշխանությունը նախընտրական տրամաբանության մեջ որոշել է իրենց չեզոքացնել։ Ես շատ ուրախ կլինեի, եթե դա լիներ իրականություն։ Նրանք մի քիչ ֆալստարտ են տվել ճնշվելու հարցում, բայց իրենք դեռ չեն զգացել այդ ճնշվածությունը եւ պետք է զգան այդ ճնշվածությունը իրենց արած չարածի համար, նաեւ նրանք ովքեր չեն արել, բայց հիմա պաշտպանում են, պետք է իրենց հաշիվ տան իրենք ինչն են պաշտպանում, ում են պաշտպանում եւ ինչի համար են պաշտպանում։ Դեռ ճնշված չեն, ինչ են ճնշված։ Առոք-փառոք թրև են գալի, բերաններից էլ շաղ են տալի, ինչ մտներով անցնի։ Այսինքն այդ ռեպրեսիաները, որի մասին ռեպրեսիա չի սա։ Սա օրենքով քրեա իրավական, գնահատական տալու անխուսափելի գործընթաց է, որը պետք է արվի, որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտը ընտրական process-ը քրեազերծվի։ Ի վերջո, եթե այդ հայտարարությունը քրեական օրենսգրքով հոդված է, գործունեությունը էլ ավելի, չէ՞։ Ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Այսինքն այնպես չի, որ ասելը չի կարելի, բայց անելը կարելի է, չէ՞։ Այդ եթե քրեական օրենսգրքով հոդված է, ուրեմն սա քրեական գործունեություն։ Էլ չեմ ասում քրեական ենթամշակույթ, չէ՞։ Պարոն Մերհաբյան, չեք կարծում, որ ամեն դեպքում Վարդան Ղուկասյանը շատ անկեղծ է եղել եւ այսպես արտահայտվել է այն, ինչ կա, եւ հիմա ընդդիմությունը, որ փորձում է ամեն կերպ խոզերծել է այն, ինչ մեղմասացություններով, բայց sense պրտելով ձեր սիրելի ընդդիմադիր գործընկերներն ուզում են ամեն։ Ձեր սիրելի կառավարության, էլի, ձեր չէ։ Պարոն Մերհաբյան, նաեւ վերադառնանք Լավրովի հայտարարություններին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջին շրջանում փորձում է իր դեստրուկտիվ ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում եւ Լավրովն ասում է, որ իրենք ամեն կերպ հակազդելու են դրան քաղաքական, տնտեսական լծակներով։ Սա ինչ է, սա զգուշացում է, սա սպառնալիք է, սա զգուշացում է, սա ինչ է։ Չարի վերջը կարդացել եք, չէ՞։ Այն աղվեսի պատմությունն է, էլի։ Արդեն բոլոր ձակերին գցել ենք իրենց, հա, որ հանգարց վայ չկտրես աղա աղվես, էլ հիմա ձակ էլ չի մնացել, բան էլ չի մնացել, բայց հիմա էլի ասում կալցինը կբերեմ, ծառը կկտրեմ։ Բայց այդ ամենը փուչ է, չարի վերջն է։ Եվ այս հոխորտանքների եւ հնարավորությունների միջև կա շատ մեծ այսպես խզում։ Ինչ անելու։ Ամերիկայի արածի ինչն է դեստրուկտիվ։ Երբ որ կոնֆլիկտը հանգուցալուծում է եւ տնտեսական համագործակցության համակարգ է ստեղծում, հա, նաեւ երաշխավորում, որ դա կաշխատի, դա դեստրուկտիվն է, հա, իսկ
Ադրբեջանին հարցակողական զենք ծախելը մեզ էլ դաշնակից անվանելը ու ինչ կա չկա հավաքել վերցնել իրենով անելը կոնստրուկտիվ է ու Լավրովն էլ դա մեզ բան անում, հա սպառնում է դե լավ էլի ու երկրորդն էլ էլի վերադառնալով մեր նախորդ թեմային այդ բոլոր այդ խմբակները այսօր Հայաստանի այս պատմական փուլում ոչ թե Հայաստանի Հանրապետության սուբյեկտներն են, այլ Լավրովի պրոքսիները, հա, պայմանական Լավրովի պրոքսիներն են։ Սա է ողջ իրականությունը։ Բայց ամեն դեպքում էս Ու երբ որ հիմա մանավանդ մեկ էլ ասում են, եկեք դեբատների, ես վերջերս ինձ էլի բան էին արել, ասում եմ, ի՞նչ դեբատ, ում հետ դեբատ։ Հնարավոր չի դեբատների, իմաստ չունի դեբատի նստել, ասենք մի դինամիկի հետ, ասենք դինամիկ համար 1, դինամիկ համար 2, դինամիկ համար 3, երբ գիտենք, այսպես ասենք, այդ ձայնի հեռարձակողը որտեղ է։ Այնտեղ է նստած, այստեղ էլ դինամիկներն են, իրանց հետ, բայց մենք տեսնում ենք, որ ցավոք սրտի պետությունը նպաստում է նման կեղծ բանավեճը, չբանավեճը լեգիտիմացնելու համար։ Նայեք հանրային հեռուստատեսությունը։ Այն prime time-ում մեկ էլ վերում են մի աղբակույտ ու ասում են դե բացատրեք, որ 2 անգամ 2-ը 4 է։ Նրանք էլ ասում, չէ, 5 է։ Դուք սխալ եք։ Հասկանում եք։ Չեղավ։ Չեղավ։ Գիտեք ինչ դեբատները, քաղաքական բազմազանությունը չպետք է խառնել Նոյան Տապանի հետ, հա, ամեն անասունից մի զույգ բերել, ասել սա բազմազանություն է, դա չի լինում։ Ի վերջո գոյություն ունի քրեական օրենսգիրք, գոյություն ունի օրենքի գերակայություն, իրավունքի գերակայություն, հա, ժողովրդավարություն եւ ժողովրդավարության մշտական պաշտպանության հրամայական, որի իրագործումը պետության ֆունկցիան է, պարտականություն, այլ ոչ թե թողել մարդկանց վրա եւ ասել դե դուք էլ որոշեք, էլի դուք գիտակից եք, գիտեք ինչ գիտակից եք դուք կանեք, այսինքն դա ինձ թարգմանում եմ։ Ես բան չունեմ անելու, այսինքն լավ է։ Ամեն շաբաթ կգամ, սենց մի հատ թամաշա կսարքեմ, ոչինչ չեմ անի։ Մի թթվիկար իրավաբանել կբերեմ կդնեմ այս ամեն ինչի գլխին, դուք էլ գիտակից եք, դուք գնացեք արեք էլի մեծ մարդեկից չեք ուզում ինձնից։ Էս է վերաբերմունքը։ Մենք սենց տեղ չենք հասնի։ Պարոն Մեհրաբյան, դինամիկները, որոնց մասին դուք խոսում եք, հեռարձակողը հույս ունի, որ այդ դինամիկների միջոցով ինչ-որ բան է։ Հոսանք անջատեք։ Զրկեք ֆինանսներից։ Նայեք այդ լպիրշ պահվածքը օհանավանում, հա։ Դուք էլ ես տեսա, դուք էլ եք այնտեղ եղել։ Այդ շլկտի պահվածք էր։ Այդ ձրի են անում։ Ոչ։ Հավեսի համար են անում, էլի ոչ։ Իրանք անում են շատ հստակ նպատակներից ելնելով։ Ովքեր են այդ անողների հետևում կանգնած եւ ինչպես լուծել այդ հարցը, ձևը ցույց տվեց Մայա Սանդուն։ Մայա Սանդուն ցույց տվեց ոնց են դա անում։ Եվ միանգամից ձենները կտրում են։ Էնտուզիազմն էլ ներծծվում է այսպես, ինչպես շոկ եղանակին բանը, հա, այն թեթև անձրևի այդ կաթիլների հետքերը գետնի վրա։ Ցնդելու են այսինքն։ Այսինքն պետք է փակել նաև լրատվամիջոցները այն դեպքում, երբ լրատվամիջոցները, որոնք այսօր Ռուսաստանի հիբրիդային պատերազմում ծառայում են որպես ներսում գործիք, այո, պետք է փակվի։ Որովհետև սա վերաբերվում է ազգային անվտանգությանը։ Սրանք ընդդիմադիր լրատվամիջոցներ չեն, ընդդիմադիր կուսակցություններ չեն։ Սրանք գործիքներ են այս հիբրիդային պատերազմում։ Դուք ասում եք, որ մեղադրում են Փաշինյանին, որ Ռուսաստանին հայտարարում է թշնամի։ Ներողություն, Ռուսաստանը մեր դեմ վարում է հիբրիդային պատերազմ։ Հիբրիդային պատերազմ բառակապակցության մեջ առանցքային բառը հիբրիդայինը չէ, հիբրիդայինը ձևն է։
առանցքային բառը պատերազմն է։ Պատերազմ ովքեր են վարում։ Թշնամիները։ Եվ ես շատ ուրախ կլինեի, եթե Փաշինյանը այո Ռուսաստանին հայտարարեր որպես թշնամի եւ Հայաստանի գործողությունները կառուցվեին ըստ այդմ, որովհետեւ Ռուսաստանի գործունեությունը Հայաստանի հետ հարաբերություններում այլ կերպ քան թշնամական հնարավոր չի գնահատել։ Ու այդպես չի, որ Հայաստանն է որոշում Ռուսաստանը մեզ թշնամաբար վերաբերվի թե ոչ, հա։ Անունն էլ դրել են բալանսավորված, ի՞նչն է բալանսավորում։ Չի բալանսավորվում դա։ Նրանք են որոշել։ Նրանք որոշել են, որ դուք կերեք։ Իսկ իրենք սոված են։ Ի՞նչն եք բալանսավորում։ Իրենք պետք է ուտեն։ Լավրովն էլ ասում է, թույլ չենք տա պոկել մեզանից։ Թույլ չենք տա, որ մեզ ասեք իջեք մեր գլխի վրայից։ Ինքն ասում։ Ով որ դա կանի դեստրուկտիվ է։ Ձեր գլխին իմ նստելը կոնստրուկտիվ է։ Իհարկե, ինքն ասում։ Կտենց է որոշել։ Ու բոլորդ այո պետք է մտնեք միութենական պետության մեջ, որ համել բան լինի, հա։ Փաստաթուղթ լինի, ըստ որի ես պետք է անվերջ նստեմ ձեր գլխին։ Սա է ասում Լավրովը, թարգմանում եմ։ Դիվանագիտական լեզվից թարգմանած։ Այո, Գարեգին երկրորդի հոգևոր հայր Կիրիլն էլ այդ ամենը այսպես բան է անում, օրհնում է։ Այո։ Այսօր եկեղեցու հետ կապված ամեն ինչից խոսում են։ Կուսակրոնա թե չէ։ Չգիտեմ, քերակին, աննամուս, հազարը մի բան։ Ամեն ինչից խոսում են, բացի հիմնական բանից։ Հիմնական բանը ո՞րն է։ Հիմնական բանը հետևյալն է, այսօր եկեղեցին, այո, վերածվել է Ռուսաստանի ամենակարևոր գործիքի ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այսինքն Եվ պետությունը չի կարող դա հանդուրժել ուղղակի։ Դա անհանդուրժելի է, դա չի կարող շարունակվել։ Եվ Գարեգին երկրորդը կամ Կտրիչ Ներսիսյանը այո պետք է հեռանա իր այդ շրջապատի հետ միասին։ Ովքեր հիմա բոğazները ճղելով ինչ որ մեզ փորձում են բան բացատրել։ Բոլորը դրանք ովքեր հրապարակային դուրս են եկել Հայաստանի Հանրապետության դեմ, դրանցից երկուսը մեկուսացված են հասարակությունից համանման գործունեության համար։ Այս մարդիկ անում են նույն բանը, մենք խոսում ենք, ել եմ ասում, ամեն ինչից, բացի բուն թեմայից, հա։ Սենյակի մեջտեղում մի մեծ, այսպես, կարմիր խոզ է, մենք դա չենք նկատում։ Դե տեսեք, պարոն Մեհրաբյան, վերջերս հոգևորականներ որոշ սկսեցին խոսել, որ իրավապահ համակարգը կարող է գնալ կաթողիկոսի ետևից եւ անգամ հայտարարեցին, որ նա կարող է անգամ կաթողիկոսություն անել ԱԱԾ պատվալից, չգիտեմ, կալանավայրից, կալանավայրը կվերածեն կաթողիկոսարանի։ Եթե կա հանցակազմ, որով նա կամ մեղադրվի, այո, նա պետք է մեկուսացվի նաեւ հասարակությունից։ Որովհետեւ չկա որևէ օրենք, որով նա ունի ինդուլգենցիա անելու ցանկացած գործողություն, որում պարունակվում է հանցակազմ։ Դե այդ մնացածով էլ թող զբաղվի պետությունը։ Բայց երեմ ասում, անհանդուրժ եկեղեցին չի կարող լինել ոչ լոյալ պետությանը։ Չի կարող։ Ժողովրդավարական պետության մեջ եկեղեցին չի կարող լինել ընդդեմ պետության։ Եկեղեցին չի կարող լինել ընդդիմադիր։ Եկեղեցին վեր է ամեն ինչից։ Մեկ եւ երկրորդը եկեղեցին դուրս է քաղաքականությունից, եկեղեցին դուրս է պետությունից։ Մեր պետությունը սեկուլյար պետություն է։ Իսկ այսօր եկեղեցին վերածվել է մի կուսակցության, մի շրջանակի հովանավորի, այսպես բարոյական, հա, խրախուսողի եւ թաթախվել է միջ կուսակցական խմբակային ինչ որ շահեր սպասարկելու գործում։ Սա անհանդուրժելի է։ Սրանից պետք է խոսել։ Բա ինչի՞ց է կախված այդ հանգամանքը, որ կաթողիկոս ամեն դեպքում ասում է չի հեռանալու։ Որոշ հոգևորականներ ասում են միևնույն է չի հեռանալու։ Ասելով չի։ Կալանավայրից է լինի ինքը կաթողիկ։ Ոնց։ Չպետք է ստիպել, որ պետությունը կոշտ եղանակներով սկսի հարցեր լուծել, որովհետև էլ եմ ասում, սա չի կարող հանդուրժվել։ Եկեղեցին պետք է իր մեջ ուժ գտնի,
եւ այդ հարցերը կապված կուսակրոնության հետ, հա, չգիտեմ, ամոթի հետ, աննամուսության հետ եւ այլն, դրանք կարգավորվում են հենց եկեղեցական կանոններով, որ իրենք այդ կանոններով էլ հարցերին տան պատասխաններ եւ դրան հետևեն գործողություններ։ Բայց էլ եմ ասում, դա նաև հենց եկեղեցու շահերից է բխում, իսկ եկեղեցին բոլորինս է։ Եկեղեցին մենք ենք, պետությունն էլ ենք մենք։ Եվ եթե այս ամենը մեր համար չի, ուրեմն հայտնի չի ինչի համար է։ Մենք շատ ենք հիմա լսում, որ որոշ եկեղեցական հիերարխներ տարբեր դատողությունների մեջ են ընկնում, տարբեր երևույթների հետ կապված, գլոբալ թրենդերի հետ կապված, մենք հասկանում ենք, որ մենք գործ ունենք ուղղակի տագետ մարդկանց հետ, քարանձավային բթամիտների հետ, որոնք կամ ընդհանրապես բան չեն կարդացել, կամ կարդացել են, չեն հասկացել։ Ուղղակի սա նաև էլի մենք խոսում ենք, չէ, կրթությունը չգիտեմ, այն նորաձևից մինչև ռազմավարական կարևորություն։ Ճիշտ է, ճիշտ է։ Մենք այսօր պետք է հասկանանք, որ այո, Գևորգյան ճեմարանում էլ եկեղեցին պետք է ծրագրի մեջ ընդլայնում կատարի, ուսումնական ծրագրում, հասարակագիտական, ժամանակակից գիտելիքներ տրամադրելու ուսանողներին եւ շրջանավարտներին։ Նրանք հասարակության հետ են աշխատում, բայց մնում են ծանծաղ պատկերացումների մեջ, ընդ որում Կիրիլի ապուշությունները, հա, այդ խավարամտությունը քարանձավային թարգմանում են հայերեն եւ արտաբերում են առանց գլխներին զոր տալու։ Դա նույնն է, որ մարդիկ զբաղվեն բժշկությամբ առանց հասարակական գիտությունների անհրաժեշտությունը, հա, ասում եմ, նույնն է, որ մարդիկ զբաղվեն բժշկությամբ առանց անատոմիա եւ ֆիզիոլոգիա անցնելու եւ իմանալու։ Ոնց։ Բայց այս մարդիկ համարում են, որ ինչ ա եղել, որ դրա համար էլ կասեն մարդու իրավունքները դե լավ է ստից բան է։ Ժողովրդավարությունը, գիտեք, Պլատոնն 2500 տարի առաջ ինչ խելոք բան է ասել։ Բայց այ ասենք Աջապահյանի բանը, այն ինչը զինված հեղաշրջում անելու կոչի իրավունքը, այդ դա ճիշտ մարդու իրավունք է, այն մնացած սուտ է։ Չէ՞։ Բնականաբար։ Ահա։ Կամ էլ թե չէ, ասենք այն մյուսը, որ թրև էր գալիս։ Բագրատ Գալստանյանը, որը հիմա քաղբանտարկել է։ Հա, քաղբանտարկել է։ Այդ դա մարդու իրավունք է։ Մնացածը մարդ չեն ու իրավունք չունեն, ստից բան է դա։ Պարոն Մերհաբյան, օրերս նաև տեսանյութ տարածվեց, որը իրավական կոմպոնենտը մի կողմ թողնենք, եթե մարդու անձնական տարածքի հետ խախտվելու իմաստով, բայց ամեն դեպքում բարոյական կոմպոնենտը, որ հոգևորական ըստ էության դրան չարձագանքեց, անգամ հերքելու կարիք չեղավ։ Նորմալ է, որ ինտիմ բնույթի տեսանյութեր են հայտնվում կամ խոսակցություններ են։ Դա այլանդակություն է։ Դա այլանդակություն է։ Նման տեսանյութերի ի հայտ գալը, հա, եւ մանավանդ տարածում։ Դա այլանդակություն է։ Բայց եթե ի հայտ էլ է եկել, դրա գնահատականը նախ այդ ֆիլմի հերոսները պետք է իրենց տան, նաեւ իրենց վերադասը, հա։ Դե ոչ մի արձագանք։ Դե ոչ մի արձագանք։ Այս ամենն էլ բնորոշում է այդ ողջ հիերարխիան, հիերարխիայի գագաթը, որի մասին մենք խոսում ենք մինչև հիմա։ Այսինքն մենք գործ ունենք ուղղակի մի ահավոր ցինիզմի եւ երեսպաշտության հետ։ Այս մարդիկ էին խոսում բարոյականությունից, մեկից մյուսից, ես չեմ ուզում ընդհանրապես բարոյա խոսեմ։ Սա եկեղեցու խոսակցությունն է, իր ներսում։ Բայց այստեղ ամբողջ խնդիրը հետևյալն է, եկեղեցին չի կարող լինել միջկուսակցական այս վեճի կողմ, չի կարող եկեղեցին լինել այլ պետության շահերը սպասարկող, հիբրիդային պատերազմում այդ
պատերազմ վարող պետության շահերը երկրի ներսում սպասարկող գործիք չի կարող լինել դա ուղղակի, էլ եմ ասում։ Ընդ որում սա այնպես չի, որ Հայաստանը այստեղ ունիկալ է։ Մենք նույն բաները տեսել ենք Մոլդովայում, տեսել ենք Վրաստանում, տեսել ենք Ուկրաինայում եւ տեսել ենք հենց Ռուսաստանում։ Եվ մենք տեսանք, չէ, հենց այս դեպքերը տեղի ունեցան Ռուսաստանից մի անլվակալոշ ինչ էր խոսում, չէ, գնահատական էր տալիս Փաշինյանը սահմանադրության իր լիազորությունները գերազանցել է, չի արել, էս արել, այն է արել, հա, սա ճիշտ է, սա սխալ է։ Չհասկացա։ Դուք ով եք։ Ով եք դուք։ Այդ պարզա չէ ովքեր են։ Իրենք այդ կացորդն են եւ մենք այստեղ տեսնում ենք այսպես ստորադասված մի շրջանակ, որն իրեն կոչում է հայ առաքելական եկեղեցու վերնախավ։ Փաստորեն մենք տեսնում ենք այն, որ երբ 60-ականներին, 70-ականներին KGB-ն հավաքագրում էր հոգևորականների, հատկապես նաև նրանց, ովքեր սովետից դուրս էին գործուղվում, մենք տեսնում ենք հիմա այդ շրջանակը ամբողջությամբ որպես ժառանգություն փոխանցվել է FSB-ին եւ նրանք իրենց պետության շահերը սպասարկող օպերատիվ գործունեության մեջ այո օգտագործում են այդ կոնտինգենտին եւ շատ հավանական է որ շանտաժով այդ թվում նաեւ այդպիսի տեսանյութերը դեմները դնելով եւ պարտադրելով ինչ-ինչ գործունեության որը գուցե եւ շատերի սրտով չէ բայց նրանք ստիպված են դա անել մեկին տենց ինտիմի վրա բռնացնելով մյուսին ինչ որ փողային գալատների վրա բռնացնելով եւ այլն հավաքագրման հազարումի ձևեր ուներ KGB-ն դե հիմա հին տեսագրություն եւ դա էլ արվել է այո ցավոք մեր ազգային անվտանգության ծառայությունը դեռ ոնց տեսնում ենք որ ահագին բան է փոխվել այնտեղ բայց մինչև վերջ չի տիրապետում իրավիճակին ավելին մենք երբ տեսնում ենք վարչապետն է ասում KGB-ի գործակալ հա ասում են չէ քաղաքական մեծամասնության առանձին գործիչներ են խոսում որ այդ ագենտուրայից KGB-ի պետք է մաքրվի եւ այլ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածում ըստ որի նոր դիմորդների է հրավիրում Ռուսաստանի FSB-ի ակադեմիայում եւ սահմանապահ զորքերի ուսումնարանում ուսանելու համար որ գործուղեն ընդեսովորի լավ ափսոս չի այս ջահելը հիմա դա լավ է KGB-ի կամ FSB-ի ագենտը թե լավ չի հասկացանք որ լավ չի չէ բան չեք ուղարկում այնտեղ կարող եք բացատրել լավ դուք ո՞նց եք աշխատում էլի չաշխատելու ձև Իսկ վարչապետի հայտարարությունը, որ կաթողիկոսի եղբայրը KGB գործակալ է, ինչ է կարծում, պարզապես հայտարարությունը, թե ԱԾ-ն այստեղ էլ փաստեր եւ հիմքեր։ Ես չգիտեմ։ Բնականաբար ես չեմ կարող իմանալ նման բանը, հա, տեսեք դուք ենթադրություն եք անում ինձ էլ հարցնում եք, ես միանում եմ ձեր ենթադրությանը եւ տալիս եմ նույն հարցը, որի պատասխանը այս վարքյանին չունեմ։ Ի վերջո, բայց համառ շրջանառվող լուրերը չեն հերքվում, սա փաստ է։ Վերջ։ Ավելին մենք նաև տեսանք, որ եկեղեցին չխորշեց պաշտպանել այսպես կոչված ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին պաշտպանել հրապարակային, երբ նա գնաց Բաքու եւ Մեհրիբան Ալիևային շքանշանով պարգևատրեց, ստերից ուղղակի քննադատություններ բաներ եղան, բայց ինչ է բան եւ այլ։ Հատուկ հայտարարություն, որ ոչ մի բաներ չլսենք, չի կարելի քույր եկեղեցի, հասկանում եք։
Հանգուցալուծումը, պարոն Մեհրաբյան, ամենակարևոր հարցը։ Հիմա մի կողմից այդ պահանջը կա, որ կաթողիկոսը պիտի հեռանա, բայց մյուս կողմից հայտարարում են չի գնա։ Քաղաքական լուստրացիա պետք է արվի եւ նաեւ մարդկանց այդ շրջանակը պետք է սահմանվի, որոնք չպետք է ցմահ զբաղվեն քաղաքականությամբ, որոնք եւս նաեւ պետք է իրավական ոլորտից հեռու մնան, արգելվի նրանց գործունեությունն այնտեղ նաեւ կրթական համակարգում, թող իրենց մասնավոր կյանքով ապրեն։ Իսկ կաթողիկոսի մասով Կաթողիկոսի հետ կապված, այո, պետք է պետությունը ճնշում գործադրի, նաև բացատրական աշխատանք տանի, հանրություն մոբիլիզացնի, որպեսզի եկեղեցին պարտադրված լինի իր ներսի կեղտը մաքրի։ Եվ դա բխում է բոլորի շահերից։ Սա է ճանապարհը։ Շնորհակալ եմ, պարոն Մեհրաբյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ, կհանդիպենք։